Գողջունեմ բոլորից, սիրելի Աստծո ժողովուրդ, հույսով եմ բոլորդ լավ եք, Աստված ձեզի օրհները ավելիով թողորտնե, չմոռնաք, ինչպես միշտ կսեմ անպայման տարածեցեք, ես նորեն պատրաստված եմ շատ կարևոր նյութի մասին խոսելու, գրնալ քիչ մը զարմանակ, բայց իրականության մեջ շատ կարևոր նյութ մնե, պիտի խոսիմ հագուստի մասին, գրնալ հիմա մտածես ինչ կապ ունի հագուստը, շատ կապ ունի Մարտուն հագուստը նաև գխոսի եւ այսօր կարևոր նյութ է ասիկա որ խոսենք մանավանդ մեր օրերում մեջը եթե համացայն եք հետս գիտեք հագուստը այսօր ինչ որ չափով ինքը կներկայացնե Մարտուն եւ գամ ինչ որ խումբի մը սկացած եք դարբեր ժամանակներում մեջ պատմության մեջ խումբեր կան մեջտեղ ելածեն եւ իրենք հագուստ ունին հadouk իրենց նպատակներուն, իրենց մտածելակերպին եւ իրենց ասենք դեսիլքին համաձայն հակոստներ ունին։ Նույնպես գրոնական թաշ մտածի այս իրականությունը, որ հակոստներ կա, որ գտեսնես նեգը ներկայացնե հոգեվորական թաշտը, գրոնական թաշտը եւ այո, հակոստը կարեւոր թեմա է որ խոսենք եւ ես այսօր պատրաստված եմ խոսելու եւ գուզեմ գիտնակ որ ոչ թե պատրաստված եմ խոսելու որպես անձնական գարձիկ, այլ Աստվածաշնչյան հիմք ունեցող բաներու մասին, լա դղային, լա աղջիկին անշուշտ գվերապերի այս ամենը, բայց ես անշուշտ ավելի պիտի գետրոնամ աղջիկներու, գիներու, որովհետև եկեք անգեղձ լանք, այո, դղակներն ագրնան այնպիսի հակուստներ հակնիլ, որ վրան ներկայացած լա ոչ շիդակ բարեր, ոչ շիդակ բատկերներ, բայց ավելի գվերապերի գանանց եւ գիներուն, երբ որ հակուստը գլա այնպես որ գիսամերկ ծծնե մարդուն դղաներուն կով շատ նվազ է ասիկա, դղաները ավելի գրնան հակնին այնպիսի բաներ, որ շիդակ ներկայացում չունի իր քրությունով, իր բատկերներով, բայց եւ որ անցնենք գիներու աղջիկներու այսօր կան հակուստներ դժբախտաբար, որ գրնա գիսամերկ բահել մարմինը եւ ես այո գուզեմ անդրադառնալ որպես եղբայր ցեզի առանց թադելու առանց վիրավորելու ընդհակարակը սրդեսիրտ բաժնեկցելու մանավանդ որպես դղա երդասարդ դղա հոգևոր դղա աստծո հետևող դղա եթե մանրուկներում մտնենք գրնալ շատ գարձիկները լան որ ուրիշը լան իմ գարձիկով եւ քու գարձիկով ավելի չեմ եկած մանրուկ գարձիկներու մասին խոսելու, այլ եկած եմ ընդհանուր բատկերի մասին խոսելու, որ Աստվածաշունչը կներկայացնե, որ այդ բատկերը, այդ ամենը շիդակ չէ եւ նորմալ չէ։ Հիմա եկեք իրար հետ գարտանք առաջին Դիմոթեոս 2-րդ գլուխեն 9-րդ խոսքը։ Գիներուն ուղված խոսք մը գա եւ գսե։ Նույնպես ալ գիներ կրված է, բայց նաեւ գիներ եւ աղջիկներ անշուշտ։ Նույնպես ալ գիները վայելուչ հակուստով ամոթխածությամբ եւ բարգեշտությամբ ինձինքնին զարդարեն։ Աստվածաշունչը պաստորեն գխոսի զարդարվելու մասին, թեմ չէ որ մարդը զարդարվի, բայց ինչով զարդարվի եւ ինչ դեսագով։ Նորեն ասեմ, վայելուչ հակուստով, ամոթխածությամբ, այսինքն ամեն ինչ արդակինով չէ, ներքին եւ արդակին բաներով զարդարվինք, բարգեշտությամբ ինձինքնին զարդարեն։ Ոչ թե հյուսվածքներով կամ ոսկիով կամ մարգարիտներով կամ մեծազախս հանտերսներով։ Գիտեք շատ սկզբունքային գավադամ որ Բողոս հոստեղը շատ սկզբունքային բան մը գխոսի եւ ներքին եւ արդակին բաներու մասին գխոսի հոստեղը եւ գիտեք եկեք անգերց լանգ եւ խոստովանենք իրար որ բարավի չէ որ գքրե Բողոսը Դիմոթեոսին ասխոսքը եւ ոչ թե միան Դիմոթեոսին այլ բոլորին որովհետեւ Աստծո խոսքն է նաեւ ասիկա Եվ գմդածես որ բադահական չէ որ ասիկա գքրե եւ բադահական չէ որ այս խոսքերով գսկուշացնե ուրեմն եթե գարիկը գա սկուշացնելու այս նյութով ուրեմն փամ մգա հարց մգա որովհետեւ մինչեւ անանդեմ որ գա սկուշացում ուրեմն գա վդանք ուրեմն գա բաներ որ գբադահի եւ անշուշտ մեր օրերուն ավելի քան երբեք գրնանք այս թեմայով հանգիստ խոսիլ, որովհետև դժբախտաբար եթե Բողոսը այդ օրերուն քրերը ասիկա, ուրեմն այսօր որչափ ավելի խոսվելու նյութ է ասի։ Սիրեներ գուզեմ գետրոնալ սելով գրված է գիները, աղջիկները բարգեշտ ներողություն վայելուչ հակուստ հակնին։ Հիմա հարցը հետևյալն է, ինչ է վայելուչը, ինչ է ոչ վայելուչը։ Նորենսի գրնանք մանրուկներով գարձիկներ ունենալ, բայց չէ, գա ընդանուր բատկերմը եկեք անգեղձ լանք եթե մեկը գիսամերգ է իր հակուստով ադիկա վայելուչ հակուստ չէ ես կմտածեմ վայելուչ հակուստը այն է որ
ինքը մարմինը գծածկե եւ ինքը վայելուչ դեսք ունի։ Նորենս եմ վայելուչ հակուստը իմ գարձիկով այն է, որ ինքը վայելուչ ցևով գծածկե մարմինը եւ ինքը վայելուչ դեսք ունի։ Հիմա մարմինը սելով այո, մատներնիսալ մարմնի մաս կգազմե, գուզեմ ինձի լավ հասկնակ եւ հույսով եմ եւ գիտեմ որ ինձի կհասկնակ արդեն։ Ես որ գսեմ մարմինը ծածկե, նկատի չունիմ գլուխի ջագադետ մինչեւ ոտքերը չերևի, բայց գներեք անշուշտ է մարմնիդ մեջ անդամներ կա որ ադոնց մասին է խոսքը եւ ադիգա գբատկանի քեզի քու անցնականին, քու ամուսինին կամ գինին ներգա կամ աբակա, քանի որ ամուսինի գինի բարակային անշուշտ է Աստվածաշունչը գսե իրենք մեկ են, բայց ադիգա անցնական է։ Հիմա վայելուչ հակուստը այն է որ անցնական բաները, անցնական մարմնի անդամները մնան անցնական, ծածկված եւ ադիգա ալլա վայելուչ հակուստ իր դեսքով ալ։ Սիրելիներ, շատ աչեն, սախեն խոսելու բեք չի գա, ես գիտեմ դուք շատ լավ կհասկանաք ինչ ասել գուզեմ։ Այսօր այնպիսի հակուստներ կա, որ կհակտին մարդիկ, որ գներեք հակերը չէ հակած ադեներ գզարմանաս եւ այս ամեն ինչեն հարց կձակի։ Ինչու։ Ես հիմա գուզեմ հարց տամ։ Ինչու։ Գներեք, բայց վտանգ գիտեք ուր հասեր է, այսօր անչափահաս նույնիսկ բադանիին գտեսնես, որ ինքը գրնալալ 13 տարեկան է, բայց գես մարմինը բաց գբդդի փողոցները, այսինքն այնպիսի օրերու հասեր ենք մենք եւ Աստվածաշունչը գարտացի սկիզբը, որ նախ ասի անձնական գարձիկ չէ, այլ Աստվածաշունչն է, ադիգա ասեմ, եւ Աստվածաշունչը գսե բարգեշտությամբ զարդարեցեք դուք ցեզի, ես նայեցա բարգեշտ բառը նաեւ գա բունի բադիվին հետ, եւ այսօր որպես մարդ գին, աղջիկ, դղամարդ, երդասարդ կամ ոչ, բոլորս ունենք բադիվ սիրելիներ եւ մեր բադիվը բահելու բաներեն մեկը նաեւ մեր հակուստն է։ Այո, գրնա մեկը համացայն եմ սերեդը, գրնա մեկը ծածկե իր ջագադեն մինչեւ իր ոտքին ծայրերը, բայց իր բադիվը չի բահե։ Այո, բայց նաեւ գրնանք ասել, որ բադիվիտ հետ գաբ ունի նաև քո հակուստդ, որովհետև գներես, բայց ինձի համար եթե գես մերգես բոլորին արջև, տունքու բադիվը գանարկես։ Ադորամար սիրելիներ, այսօր ես ամբողջ սրտով կխոսիմ, սրտանց կխոսիմ, բայց կխոսիմ եւ գուզեմ խոսիլ։ Գիտեք ինչու, որովհետև եթե չի խոսինք շատ ադեներ բամը չի փոխվիր։ Աստծո խոսքը ունի զորություն, որովհետև տուն չես ելած մտի գնելու իմ գարձիկս, այլ հարցում։ Գրնալալ տուն իմ քույրս, գրնալալ տուն հավատացյալ ես, Աստծո հավատացող, գրնալալ ոչ։ Գրնալալ տուն հավատացյալ ես, բայց ունիս գարձիկ, այլ գարձիկ։ Գրնալալ հավատացյալ չես, ունիս գարձիկ։ Հիմա իմ գեդը հոս ոչ թե իմ գարձիկը եւ քու գարձիկը դե, այլ Աստծո գամքը։ Եվ այս խոսքը ես անշուշտ գուզեմ որ տուն գարտաս եւ խորունկնաս, այս խոսքը մտածելու դեղ գուտա, որովհետեւ առաջին մտածելու դեղ որ գուտա ինչն է գիտես, ինչու Բողոսը ուզեց գրել այս խոսքերը։ Ուրեմն գարիկը գար, պետք գար։ Ինչու ուզեց զսկուշացնել, ուրեմն զսկուշանալիք բաներ կտեսներ ինքը, զսկուշացնելիք բաներ կտեսներ։ Հիմա ես ինչու ելերեմ կխոսիմ ասի, որովհետև գա գարիկը որ ասի կխոսիմ, որովհետև կտեսնեմ բաներ որ զսկուշացնելու պետք են եկեղեցին մեջ եւ ոչ եկեղեցին մեջ։ Եվ ես հիմա կարևոր ուրիշ բան միտեմ որպես եկեղեցի հովիվ, որպես Աստծո ծառայող։ Շատ մարդոցմել լսերեմ աս արդայդությունը, որ ասենք մեր քույրերուն եկեղեցին մեջ բարգեշտ հակտին, վայելուչ հակտին։ Ես համաձայն չեմ ասմտքին։ Ինչու։ Որովհետև մեր սիրելի քույրեր ոչ թե միայն եկեղեցին մեջ պետք է վայելուչ հակնին, այլ ուր որ լան վայելուչ հակնին։ Որովհետև ինչ է այն միտքը, որ քոնե եկեղեցին մեջ գիսամերկ չի կան։ Շատ գներեք սիրելիներ գիսամերկ չի հակնիլը ոչ թե եկեղեցի քալու չի քալու համար է, գիսամերկ չի հակնիլը ադոր համար է, որ դու բադիվդ բահես, ուր որ ես։ Ադորամար ես
թեմ եմ at խոսքին եւ մտքին, որ կոնե մարդիկ եկեղեցի երբ որքան վայելուչ թողակտին։ Չէ սիրելիներ։ Մարդիկ ուր որ են թող վայելուչ հակտին, որովհետեւ գներեք, բայց եկեղեցի քալ միան քալով վայելուչ հակնելով, բամը չի փոխվիր, եթե տուն վայելուչ չես հակնիր ուր որ ես, որովհետեւ քու գիսամերկ լալդ Թուրսը կամ եկեղեցին մեջ ադի հարց է արդեն հիմա եկեղեցին մեջն է կամ Թուրսն է ադի արդեն հարց է ես ասանք կսեմ եկեղեցին մեջ կամ ուր որ եք ծեր դուներեն սկսյալ սիրեներ վայելու չակվեք այն ինչ որ անձնական է անձնական բահեք սրդանց կսեմ բայց գսեմ գիտեք ինչ ես կուզեմ նաև ասել որ at ինչուներուն բադասխանները կան ինչուներեն մեկը վիցեմ ցավոք սրդի նայեցեք ծարայելով որպես հովիվ ամեն ժամանակս գրեթե մարտոց հետ է դարբեր մարտոց կյանքի պատմությունները գլսեմ բզդիկ մեծ երդասարդ հեչ կարևոր չէ դեսագավոր հիմա ես կարևոր բաներն մեկը վիցեմ ինչու շատ այսօր երդասարդ աղջիկներ կամ գիներ գահակնին ոչ նորմալ հակոստներ, ոչ վայելուչ հակոստներ, գիսամերկ եւ ադոր բաժանները մեկը, որ գրնալան մտքերներ չանցնի, հիմա ես ասեմ։ Այսօր շատ մարդիկ կան, իրենք մերժված են։ Եվ որովհետեւ իրենք մերժված են, շատ մեղքերու մեջ են։ Եվ այսօր շատ մարդիկ, որ գիսամերկ ջամփաներն են, ադոր բաժարը իրենց մերժված լալն է։ Ինչ գաբ ունի մերժված լալը at հակուստներուն հետ, որովհետև մերժված մարդը միշտ ընդունելություն կպնդրե եւ որ գիսամերկ չեմ գիտեր ուրդեղները գերտան իրենք ուրիշներու կողմեն դղամարտոց կողմեն կնկատվին որովհետև մերժված մարդը չնկատվող մարդն է այսպիսով ունենալով խորունկ հոգևոր արմատներ մարդու կյանքի մեջ ինքը կդրսևորե ուրիշ ծևերով Եվ անշուշտ այս ամեն ինչին յետևը, բարի եկաք, այո, այս ամեն ինչին յետևը չար ոգիներ կան։ Ես սեզի հստակ գսեմ, համարցակալ գսեմ եւ փորձառությունով ալ գսեմ։ Բաց հակոստերուն յետևը թիվային ներկայություն կա սիրեներ, եւ որ մարդը գիսամերկ գուզեմ շեշտել գիները եւ աղջիկները, եւ որ գիսամերկ հակոստով միշտ կբդդին, միշտ ուր որեն ադոնց յետևը կան չար ոգիներ որուն յետևնալ գա հոգևոր արմատներ մեկ հատ ցեզիսի սիրեներ համարցակ եմ շատ այսօր շատ երդասարդ աղջիկներ որովհետև մերժված են իրենք շնության մեջ են ներեցեք իմ համարցակ անգեղծ լալուս բայց չէ եթե չլանք անգեղծ ադի աստծո չէ այսօր շատ մարդիկ մեղքերու մեջ են որովհետև իրենք մերժված են եւ այնտեղ ուր որ իրենք ընդունվեցան ադորամար հիմա իրենք հոնեն շատ մարդիկ գիշերային ակումբներու մեջ այսինքն night club-ներու մեջ ընդունվեցան շատ մարդիկ սիրային անգողիններու մեջ ընդունվեցան եւ այսպիսով շատ մարդիկ ալկոլի ժամանակ ընդունվեցան եւ այլն եւ այս մերժված մարդոց շատ մեծ բաժարը որ իրենք հիմա մեղքերու մեջ են ադիգա է հիմա գետրոնալով հակոստի վրա ամենաշատ որ հանդիպեր եմ at իրականության վկայությունով կխոսեմ սերեդը սիրեներ քույրերու ծարայելով վկայությունով կխոսեմ սերեդը որ մերժված մարդը ինքը գրնա գիսամերկ բդդիլ որբեսի ուրիշներու կողմեն ընդունվածություն դեսնե որբեսի մարդիկ նային իրեն եւ այլն հիմա ես սիրելի քույրեր նայելով ասանք ծեր աչքերուն Հիսուսի սիրով անգեղծությամբ Գուզեմ ցեզի ասել, եթե դուք մեկն եք, որ միշտ ձեր հակոստները գիսամերկ են, ես կուզեմ այսօրվան հարց տակ, ինչու։ Որովհետև ադին նորմալ չէ։ Ինձի միսեք թարը փոխվեցավ, օրերը փոխվեցան, open mind եղեք, ես ցեզի բամը ասեմ, ես կքարոզեմ, open mind եղեք։ Բայց եկեք իրար հետ հասկանանք open mind լալ ինչ ասել, այսինքն բաց միտք ունեցեք, եկեք բաց միտք ունենանք։ Թարը փոխվեցավ։ Ես ալ գսեմ, եկեք բաց միտք ունենանք։
Թարը փոխվեցավ։ Եկեք open mind-ը լանք։ Ինչս էլ open mind, ինչս էլ է բաց միտք ունենալ։ Բաց միտք ունենալը ինչս էլ, ինչ գաբ ունի բաց մարմին ունենալու հետ։ Թարը փոխվեցավ։ Բայց ինչը փոխվեցավ, որ դու պետք է մարմինդ փանաս կամ ոչ։ Սիրելիս, թարը փոխվեցավ կամ ոչ, մարմինդ փանալը մեղքի գդանի եւ ադիգա ոչ առողջ արմատներ ունի։ Ադիգա Աստծո գամքը չէ։ Հիմա հարցում Աստծո գամքն է կարևոր կամ աշխարհի ինչ վիճակի մեջ է ադե կարևոր։ Դու հիմա ինձ ինչպես կրնաս ասել, թարը փոխվեցավ։ Ես ալ քեզի գսեմ Աստծո խոսքը չի փոխվեցավ։ Գիտես ինչ գրված է երկինք եւ երգերը կանցնի, բայց իմ խոսքս չանցնիր։ Այսինքն գիտես ինչ ասել գուզեմ քեզի։ Թարերը թեր շատ ալ գրնան փոխվիլ, բայց Աստծո խոսքը է բարգեշտ հակվեցեք, աս խոսքը չի փոխվիր։ Սիրելիներ, թող այս իմ խոսքերը լուսավորեն ցեզի։ Այդ փած հակուստերուն յետևը կան ինչուներ եւ շատ բաժարներ։ Բաժարները մեկը նորեն հոգևոր անշուշտ գրնալալ մարդը թիվահարվածը լայլևս բորնոգության եւ շնության մեջ լա եւ ադի բաժարները մեկն է նորեն, որ ինքը միշտ գիսամերկ բդդի։ Քիչ արչվա դված բաժարը շատ ուրիշ է, ասի շատ ուրիշ է։ Մույս բաժարը ադի էր, որ գրնա մեկը մերժված լա, ասիալ ադի է, որ ինքը գրնա շնության մեջ լա, բորնոգության մեջ լա, երկուքնա բռնված արմատներ ունին հոգևոր։ Հիմա միան ասոնգեն օրինակները ոչ։ Գրնան շատ դարբեր օրինակները լալ, բայց բայման չէ աս օրինակներուն նմանը լա։ Գրնա լալ տուն մեկնես, որ բարձավես կմտածես ինչ պիտի լա, գես փած հակնիմ, վերի մասով կամ վարի մասով չեմ գիտեր, ինչ պիտի լա որ։ Չէ սիրելիներ գներեք, բայց ինչպես այսինքն ինչ պիտի լա, եւ որ տուն գես մերկ դուրսն ես եւ քու շուրջդ անշուշտ մանավանդ խավար աշխարհի մեջ ես, որ շրջապատված ես մարտոցմով, որ ինչերու մեջ են։ Անշուշտ տուն բաժար գտարնաս, որ ուրիշը քայթաղվի եւ անշուշտ տուն գրնաս շատ հարցեր բերել քու կյանքիդ մեջ։ Հիմա մարդ գալսերը միրեն, ես ուզած ես միտակնիմ իր խնդրեմն է, որ ինքը քայթաղի կամ ոչ։ Գներես, բայց գա քայթաղվողը եւ գա քայթաղեցնողը։ Դու չես կրնար ուզածը տնել եւ հետո ասել ինձի ինչ իր պատասխանատվությունն է ադիգա։ Հա, սիրելիներ, ես գտնունիմ, որ այսօր խավար աշխարհի մեջ ենք մենք եւ շրջապատված ենք մարտոցմով, որ մեղքի մեջ են եւ հիմա բաց հակնից չի հակնից մարդիկ գրնան նայիլ, օքեյ։ Բայց գա չափի եւ սահմանը ամեն ինչին, ճիշտ է կամ ոչ։ Ադորամար առանց շատ երկարելու սիրելիներ, գարտացեք այս խոսքը եւ ես կքաչերեմ ցեզի։ Եկեղեցին մեջ կամ ոչ եկեղեցին մեջ, բարգեշտ հակվեցեք, ադիգա ծեր մարմինն է եւ ծեր մարմինը անձնական է ցեզի եւ ծեր Աստծո եւ ծեր ամուսինին կամ գնոջ կամ աբակա ամուսինին կամ ծեր աբակա գնոջ։ Եթե դու մեկն ես լսելով աս ամենը գվիրավորվիս հիմա, լավ նշան է, որ դու գիտնաս, որ խնդրեմ ունիս։ Որտեւ իմ խոսքերու մեջ միա մեկ բան կա, առողջ խրատ Աստծո խոսքի հիմքի վրա։ Եթե դու նեղացար, սիրելի քույրս, խնդրեմ կա։ Որովհետև ես քեզի ասկելավ բամը չէի կրնար ասել, հաջից բարգեշտ հակվիր։ Հաջից բարգեշտ հակվեցեք։ Նորեն գշեշտեմ, դղաներունա կվերապերի, գիներունալ, աղջիկներունալ, բայց դղաներուն քիչ մը ուրիշ ծև է, գրնա բատկերներով, քրություններով լա, շատ հադուկ գրնա լալ այնպիսի հագուստը լա, որ հայտնի չէ ինչ է, օքեյ։ Բայց ավելի գիներու եւ աղջիկներու կվերապերի ասիկա։ Ես կաղոթեմ Հիսուսի անունով սրդանց, որ այդ ամեն բաժարները ինչ են, որ այսօր քեզի գծկեն, որ թուն ծծնես թուն քեզի գիսամերկ։ Հիմա ես որ գիսամերկ կսեմ չեմ գիտեր թուն ինչ գա հասկնաս։ Հիմա գա չափերը ադորալ, չէ, գա որ բարին փունի մաստով գիսամերկ է, գա որալ գես մերկ չէ, բայց ինչ որ բաժին մերկ է։ Նորմալ չէ ժողովուրդ։ Վերի բաժինդ, կամ բարի բաժինդ մարմինիդ, գա չափ սահման։ Ադորամար, չէ ես կաղոթեմ, որ այսօր բացահայտվի քու կյանքիդ մեջ, թե թուն ինչու գուզես կոր միշտ քու հագուստներդ ընտրել քիչ մը բաց կամ շատ բաց, որ երևի քու մարմինդ։ Շատ մարդիկ բաժարները մեկը, շատ մարդիկ որ գնեն ադիգա, հիմա ես էզի գսեմ ուղիղ։ Շատ մարդիկ manipulation-ի համար գնեն ադիգա։
Այո, բաժարները մեկը ասիգա է։ Շատ մարդիկ գշեշտեմ գիներ կամ աղջիկներ անշուշտ է այդ ամեն ինչին հետևը գա թիվային բաներ, բայց այսօր շատ մարդիկ այդ հակուստը գործազեն, որ թիմացինին մանիպուլեյթնեն ոչ չիդակ նպատակներով անշուշտ։ Ինչու այսօր մարդիկ գերտան այդ կլապները, գիշերային ակումբները գիսամերկ հակուստներով, որ ինչ, միայն ինչ, որ նաև շատ ժամանակ թիմացինին մանիպուլեյթնեն իրենց հակուստով, որբեսի վերջարության ինչ են իրենց նպատակը այլևս հասնին հոն։ Դուք կհասկանաք կոր ինձ սիրեներ։ Ոչ լավ նպատակներով անշուշտ է։ Գան շատ բաժարներ, որ միայն չար են ադոր բաժարները գիսամերկ հակուստին։ Միայն բաժարները չար են։ Սիրեներ Աստված օրհնեց ձեզի, սրդանց եղբայրնետ ընդունեցեք ասիգա։ Առավել մեկ հատ բան ավելցնեմ, հադուկ շեշտելով բոլոր իմ քույրերս, որ հավատացյալ եք, եթե ոչ հավատացյալ եք նույնպես ձեզի, բայց գուզեմ ասի գիտնակ, որպես երդասարդ դղա, Աստվածաբաշ կյանքով ապրող, Աստծո հետևող, ես ձեզի ասեմ, ադիգա զզվելի է մեզի համար, երբ որ մենք ադիգա տեսնենք մարդու կյանքի մեջ, աղջիկ մարդու կյանքի մեջ, մեզի համար որպես դղամարդ Աստծո հետևող, գշեշտեմ Աստծո հետևող, եթե ոչ կրնալալ հաջելի է ուրիշներուն, Աստծո հետևող դղամարդու համար, Աստվածաբաշ կյանքով ապրող դղամարդու համար շատ վատ եւ քեշ զզվելի օրինակ մնե գիսամերկ աղջկա բատկերը ընդհանրապես մեզի համար զզվելի է։ Ադոր համար ասիալ ուզեցի գիտնակ կարևոր դեղեցություն ցեզի սիրեներ։ Աստված օրհնեց ձեզի շատ։ Ես կաղոթեմ Հիսուսի անունով, որ այս ամեն ինչին հետևը եղող ամեն տեսակ չար ոգի ներկայություն թող ազատ արձակե ձեզի։ Այսօր բոլոր իմ քույրերուս կյանքի մեջ, որ գա այս հարցը, գիսամերկ հակուստ, որ թուն ուր որ ես, ինչ հակուստ որ գնդրես գիսամերկ է, այդ ամեն ինչին հետևը եղող, ամեն վերքեր, մանկություն է եկած, ընդհանրապես ամեն տեսակ, ես կաղոթեմ, որ բժշկվիս Հիսուսի անունով։ Ամեն տեսակ թիվային ներկայություն, ամեն տեսակ թիվային մտքեր, գաբանքներ, անեցքներ, որ ադի բաժար գլագոր որ թուն այսօր գիսամերկ բդդիս։ Հիսուսի անունով ես կաղոթեմ, որ թուն ազատագրվիս։ Թող քանթվածը լամես սատանայի ծրագիր քու կյանքետ, որ գբերե քու կյանքիդ մեջ ոչ շիդակ հակուստներ։ Թող Հիսուսի անունով քանթվածը լամես սատանայի ծրագիր քու կյանքետ։ Եկեք ըլլանք եւ մտքով, եւ սրդով, եւ վարքով, եւ մեր հակուստներով սուրբ։ Մեր Աստված սուրբ է եւ իր ժողովրդին գվայել է լալ սուրբ։ Ամեն։